Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Կիևը եւ Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության եւ Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է ի նշանային զգալի ֆինանսական եւ նյութական աջակցության, որը ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Ռուսաստանը Պրիմորսկի երկրամասում ձեռնամուխ է եղել Տուման գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցմանը, որը երկիրը կմիացնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ։ Տեսակոնֆերանսի ռեժիմով շինարարության մեկնարկը տվել է ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը։ Սա իսկապես նշանակալի փուլ է ռուս-կորեական հարաբերությունների համար։ Դրա իմաստը շատ ավելին է, քան պարզապես ինժեներական առաջադրանքը։ Այն խորհրդանշում է բարեկամական հարաբերությունների ամրապնդման, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման մեր ընդհանուր ձգտումը, նշել է Միշուստինը։ Ջամու եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից եւ Նյու Դելհիի կողմից Պակիստանի քաղաքացիներին նախկինում տրված վիզաները չեղարկելու որոշումից հետո Հնդկաստանը լքել է մոտ 786 Պակիստանի քաղաքացի, այդ թվում 55 դիվանագետ, նրանց ընտանիքների անդամները եւ դեսպանատան օժանդակ անձնակազմ։ Այս մասին հայտնում է PTI գործակալությունը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Էստոնիան պատրաստ է ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա որպես խաղաղապահ ուժերի մաս կամավորների կոալիցիայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Բալթյան Հանրապետության վարչապետ Քրիստիան Միխայելը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերել է ազգային հանրային հեռարձակող IRR-ը, Տալինը պատրաստ է իր ներդրումն ունենալ, տրամադրելով մինչև Վաշտի չափից համակային մարտական ստորաբաժանում ռազմական հրահանգիչներ եւ անձնակազմի սպաներ։ Ռուսաստանի բախտը բերել է, որ իր ղեկավարը Վլադիմիր Պուտինն է։ ՏԱՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գիտելիք կրթական մարաթոնին ելույթ ունենալիս։ Պուտինը մեր երկրի նախագահն է եւ մեր բախտը բերել է, որ նա է մեր երկրի նախագահը, ասել է Պեսկովը։ Եվրահանձնաժողովը ապրիլի 30-ին հայտարարել է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի շրջանակներում 910 միլիոն եվրո ներդնելու մասին Եվրոպայում ուժեղ եւ նորարարական պաշտպանական արդյունաբերության ստեղծման նախագծերի համար։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին, կլինի նախագահ Սիի առանձին այցը, մենք շատ ենք կարևորում դա եւ պատրաստվում ենք դրան, ասել է Պեսկովը։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն եւ նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի հարցերով։ Այս մասին գրում է Վեդոմստի պարբերականը եւ հիշեցնում, որ նախկինում Հայաստանի հարցերով զբաղվում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։ Կրեմլի ներքաղաքական բլոկի առջև նոր խնդիր է դրվել, գրում է աղբյուրն ու վկայակոչում նախագահի աշխատակազմի իր աղբյուրները։ Ավելի վաղ Կիրիենկոին հանձնարարվել է արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես այժմ նա եւ իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հետ աշխատանքների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Սիրիայի Դամասկոսի նահանգում դրուզների համայնքի վրա հարձակման պատրաստվող զինված խմբավորմանը։ Ինչպես տեղեկացնում է The Times of Israel պարբերականը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրանք հարվածն անվանել են նախազգուշացնող գործողություն։